Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Այսօր ճիշտ ասած այնց ստացվեց, որ խոսում էինք իրականում վարձքից, վարձատրությունից, Աստծո համար աշխատելու, ծառայելու տարբերությունը որն է։ Գիտեք ընկերներ, խոսքը սողում է այն հոգևորականներին, քահանաներին, օվիներին, չգիտեմ, այն մարդկանց, ովքեր Աստծո գործն են անում։ Եթե դու Աստծո գործը անում ես ինչ-որ վարձատրության դիմաց, դա ծառայություն չի Աստծուն, ընկերներ։ Գիտեմ հիմա ձեզանից շատերը մի կողմ բունտ կանեն, որովհետև իրականում այդ իրավիճակի մեջ են։ Գիտեք, դա ծառայություն չի Աստծուն։ Ծառայությունն այն է, որ դու ոչ մի բան ակնկալիք չունես, այլ քո ակնկալիքը այն է, որ քո Քրիստոս Հիսուսը կգա իր վարձքը իր հետ կլինի, որ գրած ավետարաններում եւ ինքը քեզ կվարձատրի դրա համար։ Գիտես Աստված ասում է մշակն իր կերակուրին արժանի է, հա, ու ես ամեն անգամ քննում եմ ու նայում եմ, եթե մենք աշխատում ենք որևիցե մեկի մոտ ու այդ մեր Տերը տնօրենը, չգիտեմ, ով ուզում ալնի, ու մեզ վարձատրում է համապատասխան վարձատրությունով, էլ ինչքան ավելի շատ մեր Աստված։ Բայց շատերը այսօր դառնում են աշխատավարձի դիմաց, ընկերներ։ Ես էլ հիմա իրականում Աստծո գործն եմ անում, որի համար վարձատրվում եմ, բայց դա Աստծուն ծառայություն չի։ Դա Աստծուն աշխատանք է, ընկերներ։ Հա լավ է, որ Աստծո գործն եմ անում, բայց դա աշխատանք է, ես դրա համար վարձ չունեմ։ Ես իրականում վարձատրվում եմ դրա համար, արդար եմ վարձատրվում եմ, ընկերներ։ Աստծո արդարությունը իրականում շատ պարզ է։ Հենց այդ պարզության համար մենք չենք կարող հասկանանք շատ ժամանակ։ Նայեք, ասում է, եթե ողորմություն ես անում, ծածուկ արա, ասում է, այլապես ասում է, քո վարձքը առել ես, եթե դու քո ողորմությունը ծածուկ չես առնում, հիմա նայեք, TikTok-ով ու մնացած հարթակներով շատերը կան, որ ինչ որ ողորմություն են անում ու կոմենտներում 10,000 մարդ գրում ապայես, տղես, շնորհակալություն, Աստված օրհնի, նա ինքը մարդկանցից փառք է վերցնում, ընկերներ։ Մարդկանց փառքը վերցնում է։ Դա էլ հենց իր վարձատրությունն է, որովհետև 5,000, 10,000 հոգի կոմենտներում գրեցին դու լավն ես, դու հրաշալի դեմք ես, Աստված քեզ օրհնի եւ այլն։ Բայց Աստված ասում է, եթե անում ես ծածուկ արա, ես քեզ հայտնապես կփոխհատուցեմ։ Բայց մենք չենք հավատում դրան, ընկերներ, իրականում։ Աստծո արդարությունը շատ պարզ է, հա։ Եթե մենք անում ենք ինչ-որ աշխատավարձի դիմաց, դա աշխատավարձ է։ Հիմա մի քիչ շատ է, մի քիչ քիչ է եւ այլն, ընդունում եմ, լավ է, ընդունում եմ, բայց եկեք ուղիղ խոսանք, ընկերներ։ Շատ քրիստոնյաներ կան, որ ֆրցնում են իրականում, Աստծո խոսք ուզում են հարմարացնել իրանց։ Գիտեք, եթե ես ինչ-որ մի բանի մեջ եմ, ես դրա մեջ եմ, ես դա չեմ թաքցնում ու ծածկում, այլ ուղիղ ձեզ ասում եմ, եթե մենք ինչ-որ մի բանի մեջ ենք, եկեք ամեն բանին ուղիղ ասենք, ընկերներ, ուղիղ խոսանք, ուղիղ լինենք իրար հետ, որովհետև Աստված դա է սիրում, այդ ուղղությունն է սիրում։ Աստված ասել է ձրի առել եք, ձրի տվեք։ Հիմա եթե ես վարձատրվում եմ ինչ-որ մի գործի համար, որ Աստծո համար եմ անում, դա ձրի չի, ընկերներ, ես վարձատրվում եմ, դա աշխատանք է, որպես այդպեսին, ստանդարտ աշխատանք է։ Ինչպես կկանգնեմ Աստծո առաջ կասեմ քո գործն էի անում, կասի վարձատրվում էիր ընկեր, գործն էի անում, քեզ համապատասխանել այդ երկրի քաղաքի տեղանքի համար քեզ վճարում են։ Դրա համար ընկերներ, շատ ժամանակ երբ որ մի բան անում եք, ի սրտե արեք, Աստծո համար արեք։ Եթե ինչ-որ մեկի մոտ էլ աշխատում եք գրած է, Կողոսացիներից 3:23-ում գրած ասում է, ինչ էլ որ անեք, այնպես արեք, որ Տիրոջ համար եք անում։ Քրիստոս Հիսուսի համար եք անում։ Եթե մատուցող ես, ի սրտանց արա, դա պատկերացրա, որ իրականում Քրիստոսին ես ծառայություն անում։ Դա ուրիշ բան է, ընկերներ, դա մշակ չի, ուղիղ ձեզ ասում եմ։ Ճիշտ է, այդ ժամանակ, երբ որ ձեր բարի գործերը տեսնեն, որ դուք արդար եք, սրտացավ եք, աշխատում եք ձեր ամբողջ սրտով ու հոգով, ասելու են օրհնված լինի սրա Աստված։ Դրա համար էլ վարձատրություն կա, ասում է Աստված ասում է, եւ թող ձեր բարի գործերը տեսնեն, եւ օրը փառավորեն, որ երկնքում է։ Դրա համար էլ վարձատրություն կա, բայց մշակն ուրիշ ընկերներ, ջանք արեք, որ մշակներ լինեք, որովհետեւ ինչ է կյանքը, ընկերներ, չէ՞ որ աշխատում ենք ու ստեղծում ենք հավիտենության համար, հավիտենական կյանքի համար, բայց եթե չենք հավատում դրան, ինչպես կարանք դրա համար աշխատենք, ստեղծենք։ Քրիստոսն ասում է, ձեր համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ որ ժանգոտում է, գողը գալի գողանում, այլ ձեր համար գանձեր դիզեք երկնքում։ Դիզեք ընկերներ երկնքում, հավատացեք, որ երկինքը իրական է, ձեր գանձերը այնտեղ դիզեք։ Տունն էլ է գանձ, ընկերներ, մեքենան էլ է գանձ։ Չգիտեմ, ոսկի ցեպնել ա գանձ, ձեր գանձերը դիզեցեք երկնքում, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ։ Ու ինձ մի ասեք, բա դու սենց, բա դու նենց, ամեն մեկը ձեր համար խոսացեք, որովհետև վաղը մյուս օրը մենք Աստծո առաջ կանգնելու ենք, ես իմ գանձերի համար եմ կանգնելու, դուք ձեր գանձերի համար եք կանգնելու։ Դա է ուզում ասել, ընկերներ, եթե ծառայություն եք անում Աստծուն, ծառայեք առանց ոչ մի բան ակնկալելու, որովհետև Աստված իր որդուն չտվեց ինչ որ ակնկալիքի դիմաց, հա, որովհետև մենք կվճարենք դրա դիմաց, մենք բարի կանենք, Աստված պրոստը բարի է ու սիրեց մեզ։ Դա է ուզում, դրանով է ուզում կիսվել, ընկերներ, Աստծո խոսքը ուղիղ է ու շատ պարզ է, ուղիղ էլ հասկացեք դա։ Մեր փոխեք, փորձեք, թեքեք Աստծո խոսքը։
Իրականում շատ օրհնում եմ ձեզ ընկերներ, ոչ մեկին էլ չեմ դատում, դատապարտություն չկա իմ խոսքերի մեջ, պարզապես կիսվում եմ ձեր հետ ընկերներ, ով ինչ անում է, վերջում մեկ Աստված է, որ դատելու է բոլորին իրանց վարձքի, իրանց գործերի, իրանց սրտի, իրանց մտքի ուղղության համար, իրանց կեղծավորության եւ այլն։ Դրա համար Աստծուն ուղղություն արեք ընկերներ, ոչ թե մարդկանց։ Թող Աստված իրականում ձեզ շատ օրհնի, ձեր ընտանիքները պահի ու պաշտպանի, ու թող որ դուք ուղիղ լինեք մեկը մյուսի նկատմամբ, որն էլ որ Աստծուն հաճելի է։ Օրհնում եմ ձեզ ընկերներ, անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։